հանդիպմանը, բայց մեր կենտրոնն է մասնակցել, մեր կենտրոնի այլ ներկայացուցիչներն են մասնակցել։ Ընդհանուր առմամբ այս հանդիպման միտքը վաղուց կար եւ շատ լավ է, որ իրականություն դարձավ։ Ես կնշեի, որ տարուց ավելի կար այդ հանդիպման միտքը։ Իրականում փորձագետների այդ հանդիպումներ միշտ են եղել։ Այսինքն այս վերջին խաղաղասիրական շարժերի հետ կապ չունի։ Այո, չէ, տեսեք, փորձագետների այդ հանդիպումները, փորձագետների միջև հանդիպումներ միշտ եղել են։ Եղել են Վրաստանում հանդիպումներ նույնիսկ մինչև 2020 թիվը տարբեր փորձագետների մասնակցությամբ եղել են հանդիպումներ 2020 թվականից հետո տարբեր երկրներում եւ այդ թվում հայաստանցի շատ փորձագետներ մասնակցել են նման հանդիպումների ադրբեջանցի փորձագետների հետ։ Իհարկե, տեսեք, պետք է անպայման շեշտադրել, որ հայաստանցի փորձագետ եւ ադրբեջանցի փորձագետ հասկացությունները մի փոքր տարբեր են։ Հայաստանում մենք կարող ենք խոսել այն, ինչ գտնում ենք հարմար եւ մեզ կարող են խորհուրդ տալ ինչ-որ բան ասել կամ չասել, բայց մենք ինքներս ենք որոշում հետևել դրան, թե ոչ։ Ադրբեջանում մարդիկ մեր տպավորությամբ ավելի հաճախ գիտեն, թե իրենց սահմանը ինչև որտեղ է։ Ընդ որում բոլոր փորձագետների համար սահմանը նույնը չէ։ Կան մարդիկ, ովքեր խոսում են ազատ, կան մարդիկ, ովքեր խոսում են մի փոքր ավելի քիչ ազատ, մյուսները խոսում են կոնկրետ սահմանափակումներով։ Բայց սա ընդհանրապես նշանակություն չունի։ Խնդիրը հետևյալն է. զուգահեռ դիվանագիտությունը շատ դեպքերում աշխատում է եւ այդ աշխատանքի արդյունքում հնարավոր է այն հարցերը, որոնք պաշտոնական մակարդակում քննարկել են, որոշ դեպքերում տեղին չէ, որոշ դեպքերում կան աշխարհաքաղաքական ենթատեքստեր եւ պետք չէ բարձրաձայնել, դրանք կարելի է խոսել։ Նշեցիք, անցյալում եղել են այսպիսի հանդիպումներ, բայց ինձ հետաքրքրում է անցյալի հանդիպումների բովանդակությունը եւ այս հանդիպման բովանդակությունը ինչքանով են համադրելի։ Քանի որ ես ինքս անձամբ չեմ մասնակցել հանդիպմանը, ապա բովանդակության մասին որևէ բան այդպես ամբողջապես ասել չեմ կարող, բայց պետք է նշեմ, որ ընդհանրապես հանդիպումների ընթացքում, ընդհանրապես սովորաբար հանդիպումների ընթացքում արծարծվող թեմաները գալիս են այն թեմաներից, որոնք գոյություն ունեն ընդհանրապես երկու երկրների միջև։ Այսօր ինչ խնդիրներ գոյություն ունեն։ Հիմա գոյություն չունի Արցախի այո, կան բանակցային գործընթացներ, որի մասին ենթադրում եմ չի խոսվել։ Ես տեղյակ չեմ, քանի որ ինքս ինչպես ասացի, չեմ եղել հանդիպմանը, տեղյակ չեմ դրա մասին խոսվել է թե չի խոսվել, բայց պետք է նշեմ, որ այն խնդիրները, որոնց մասին խոսվում է հանրային, այդ խնդիրները գուցե ինչ-որ մի փոքր այս կողմ կամ այն կողմ քննարկվում են նաև նման։ Մի քանի կայքեր այսօր տեղեկություն տարածեցին, որ այդ ադրբեջանական խմբի մեջ եղել է Լաչինի փակող էկոակտիվիստների կանանցից մեկը։ Տեղյակ եմ դրա մասին։ Ենթադրում եմ այդ մասին խոսք կլիներ, բայց չի եղել։ Տեսեք, ես նշեցի, որ Ադրբեջանում փորձագետ հասկացությունը տարբերվում է Հայաստանի փորձագետից։ Մենք շատ դեպքերում մենք ասելով ես նկատի ունեմ միայն հայ փորձագետներին, ընդհանրապես այս փորձագետների խումբը ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմից խումբը չի որոշում, այսինքն մարդիկ չեն որոշում իրենք մասնակցեն թե չէ։ Եթե մեր դեպքում մեզ լինում է առաջարկ, մենք որոշում ենք, իրենց դեպքում իրենք որոշումը կայացնում են ելնելով ինչ հանգամանքներից կամ այդ որոշումը պետք է համաձայնեցնեն։ Մի տարբերակող հանգամանք էլ կարող է լինել անցյալի հանդիպումների մեջ, այս անգամ ուղիղ չվերթով են եկել։ Այո, սա աննախադեպ իրադարձություն է, ոչ միայն այս անգամ ուղիղ չվերթով են եկել, այլև այս անգամ առաջին անգամ դա տեղի ունեցել Երևանում, ոչ Հայաստանում, ոչ Բաքվում նման փորձագիտական հանդիպում, ինչքանով ես եմ տեղյակ, տեղի չի ունեցել նախկինում, սա առաջին անգամն է, որ երկու երկրներից մեկում տեղի է ունենում, Երևանում տեղի է ունենում, ինչը ինքն իրենով արդեն որոշակի բան նշանակում։ Ունեք տեղեկություն հայ գերիների ճակատագրի հարց շոշափվել է։ Տեղյակ չեմ։ Կլինի պատասխան այս։ Եթե նման համաձայնություն ձեռք բերվի, ինչու ոչ, հնարավոր է, բայց կոնկրետ քննարկումներ, կոնկրետ համաձայնություններ, ինչքանով ես գիտեմ, դեռ չկան։ Ռոբերտ, սպասելի էր, որ ադրբեջանական կողմը կանի ապաշրջափակման առաջին քայլը։ Սպասելի էր, որ Ադրբեջանի դաշտում գտնվող գնդակին ինչ-որ մի կերպ նրանք պետք է հարվածեն։ Թե դա ապաշրջափակմանը կվերաբերեր, թե մեկ այլ բանի ես չգիտեմ, բայց եկեք ուշադրություն դարձնեք, թե ինչ էր տեղի ունենում օգոստոսի 8-ից հետո։ Ադրբեջանը 1-2 հայտարարություն արեց, որոնք ակնհայտորեն Հայաստանում գնահատեցին որպես չհամընկնող օգոստոսի 8-ի համաձայնություններին։ Դրանից հետո Միացյալ Նահանգներում բանաձև հայտնվեց, որը ենթադրում էր պատժամիջոցներ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, եւ սպասվում էր, որ Ադրբեջանը ինչ-որ քայլ պետք է անի։ Այդ ինչ
ինչ-որ քայլը, այո, ես պետք է ուրախությամբ նշեմ, որ հենց ապաշրջափակման համատեքստում եղավ, ինչու հենց այդ համատեքստում, որովհետև կարծես թե սա ամենաբարդ համատեքստն է, այսպես ասենք, կոնֆլիկտ պարունակող համատեքստն է։ Տեսեք, սահմանագծման, սահմանազատման աշխատանքներում կարծես թե տրամաբանությունը արդեն պարզ է, ինչպես է տեղի ունենալու, ենթակառուցվածքների բացման հարցը ամենաբարձրներից խաղաղության համաձայնագրի հարցում էլ համաձայնությունը կայացված է։ Այսինքն այս 3 ընդհանուր ուղղություններից ամենաբարդը, ամենախնդրահարույցը ապաշրջափակումն է եւ շատ լավ է, որ հենց այս հարցում Ադրբեջանը որոշեց քայլ կատարել։ Ադրբեջանը կարող է միակողմանիորեն օգտագործել իր տարածքով հաղորդակցությունը որպես Հայաստանի վրա ճնշումների գործիք։ Այս արտահայտությունը պատկանում է Լևոն Զուրաբյանին, ՀԱԿ-ի փոխնախարար։ Հայաստանը ունի 4 անմիջական հարևան։ 4 անմիջական հարևաններից ցանկացածը կարող է օգտագործել իր տարածքով տարանցումը որպես Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է փակի բոլոր սահմանները եւ թույլ չտա, որպեսզի իր նկատմամբ ճնշման գործիք օգտագործեն։ Ես ճիշտ ասած տրամաբանությունը պարոն Զուրաբյանի ասածի չեմ հասկանում։ Չէ, տրամաբանական բացատրությունն այն է, որ Հայաստանի տարածքով ճանապարհը TRIP վերահսկում են ամերիկյան ներկայացուցիչ ամերիկյան կազմակերպություն կամ չգիտեմ դա հիմա ինչպես պետք է կոչվի, իսկ Ադրբեջանի տարածքով անցնող բացառապես ադրբեջանական իրավասություն։ Նախ ամերիկյան կազմակերպություն չի վերահսկելու, հայ-ամերիկյան կազմակերպություն է իրականացնելու կառավարումը թող է վերահսկելու, մենք դեռ չգիտենք, գուցե տան ինչ-որ հայկական կազմակերպության, որը կիրականացնի հենց վերահսկման գործողությունները, բացի այդ Հայաստանի տարածքում գործելու են Հայաստանի օրենքները, Հայաստանի սահմաններին կանգնած են լինելու հայ սահմանապահներ, ամբողջ տարածքը Հայաստանի իրավազորության ներքո է լինելու, ինչը նշանակում է, որ եթե ադրբեջանցիները իրենց տարածքում ինչ-որ մի բան կանեն, որը չի համապատասխանի հռչակագրում նշված փոխադարձ առավելություններին, ապա Հայաստանն էլ կարող է իր տարածքում նույն բանն անել։ Ադրբեջանցի քաղաքագետը ասում է, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ սահմանի բացումը իրատեսական է։ Ես ճիշտն ասած այդքան լավատես չեմ, նշեմ, որ նույնիսկ մինչև տարեվերջ։ Այո, մինչև տարեվերջ հետ կապված, նույնիսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել է, որ ստորագրումը սպասվում է հաջորդ տարվա առաջին կեսին։ Չգիտեմ, թե ինչ տեղեկությունների հիման վրա է նման հայտարարություն արել, բայց տեսեք, եթե խնդիրը այստեղ այն է, որ Ադրբեջանը սկսելու է մեծ քայլերով գնալ դեպի համաձայնություններ, դեպի կարգավորում, ապա դրա համար պետք է Ադրբեջանը ինչ-որ մի բան ստանալ։ Այս պահին հաշվի առնելով միջազգային հարաբերությունների ներկա վիճակը, ես չեմ տեսնում այն, ինչ Ադրբեջանը կարող է ստանալ դրա դիմաց։ Գուցե հնարավոր է, որ ինչ որ մեծ իրադարձություն, փոփոխություն տեղի ունենա, օրինակ Ադրբեջանում Իլհամ Ալիևը որոշի իշխանությունը հանձնել իր որդուն եւ դրա դիմաց աշխարհից որպես լեգիտիմություն ստանալու հակընդդեմ քայլ համաձայնի գնալ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, բայց սրա հավանականությունը շատ փոքր եմ ես համարում, ավելի մեծ է հավանականությունը, որ գործընթացները կարող են տեղի ունենալ մինչև մայիս, երբ Երևանում նախատեսված է Եվրոպական համայնքի գագաթաժողովը եւ դրանից հետո մեծ հավանականությամբ Իլհամ Ալիևը կայցելի Երևան։